Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Գերիներ են վերադարձել լուրը և անունները հայտնել է Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքչյան և Վագիվ Խաչատրյան։ Փոխարենը հայկական կողմը հանձնել է սիրիացի վարձկաններին։ Հայ-թուրքական սահմանի Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, հաղորդում է Անադոլուն։ Լրատվամիջոցի փոխանցմամբ անցակետում տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ Հայաստանից զբոսաշրջիկներին գրավելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում հետագայում Հայաստանի և Թուրքիայի սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը առնվազն Ախորիկի և Մարգարայի հատվածներում։ Այս մասին նա խոսել է Երևանյան ֆորումի ժամանակ, անդրադառնալով թրիփին Փաշինյանն ասել է, որ հիմա տարածաշրջան մեծ ներդրումներ են ներհոսելու և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է։ Վարչապետը նաև անդրադարձել է քաղաքացիների գրպանների պարունակությանը։ Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում։ Ես իհարկե բանով չեմ հաշվել, հիմա չնստեն ասեն, չէ, տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն, շատ լավ, թող լինի 9 միլիարդ 876, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, և ես ուզում եմ, գիտեք, ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով, և էլի երեք տեսա տենց էլի, բանի բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ, ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Ռուսաստանը Հայաստանի տարբեր ենթակառուցվածքներում ներկայացվածություն ունի, այդ թվում երկաթուղում, ուստի Ռուսաստանը թրիփում չի մասնակցի, բայց դրան առնչվող գործակցություն հնարավոր է լինի, ասել է Արարատ Միրզոյանը։ Նա նաև անդրադարձել է մեգանախագծում Անկարայի ներգրավվածությանը։ Բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը բեռները կամ ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք, Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք թրիփի ենթակառուցվածքներով, Նախիջևանից կրկին երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, եւ եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետեւաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս հապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով և ամերիկյան կողմի դա չենք քննարկել։ Թրիփի կենսագործման շրջանակ անունով փաստաթուղթը խորացրել է անդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի մտահոգությունները։ Նա բացատրել է, թե ինչու։ Եթե մենք ուզում ենք տարածաշրջանի բոլոր կապողիների ապաշրջափակում, ապա ոչ միայն Ադրբեջանը պետք է Հայաստանի միջով Նախիջևանի հետ կապ ստանալ, նաև Հայաստանը պետք է նեղություն Ադրբեջանը Մեղրիի միջով Նախիջևանի հետ կապ ստանա, Հայաստանը պետք է Նախիջևանի միջով անխոչնդոտ անցում ստանա, միանա Արարատի մարզի հետ։ Հայաստանի ճանապարհները, հյուսիսային ճանապարհը պետք է բացվի, Իջևան, Ղազախ ճանապարհի մասն եմ խոսում, նաև դեպի արևմուտք, որովհետև Թուրքիան էլ իր ճանապարհների բացումը, ինչքան էլ իշխանությունները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, նաև Հայաստանը դեպի արևմուտք պետք է, տեսկն Հայաստանից արևմուտք տանող ճանապարհը Գյումրի-Կարս երկաթուղին առնվազն եւ Մարգարայով ճանապարհային կապը պետք է ապահով, ստեղ դա չկա։ Իսկ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը բացահայտել է, թե որքան պարգևավճար է ստացել, թեև ստույգ թիվը չի հիշում։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում իհարկե, ընդ որում սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է օրինակ նախարարին իմ դեպքում, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ որպես վարձատրություն։
Հայաստանում Իրանի դեսպանը կտրուկ է արձագանքել Երևանում դեսպանատան մոտ կազմակերպվող ցույցերին, որոնց ժամանակ հնչում են Իրանի իշխանության դեմ ուղղված կոչեր։ Խալիլ Շիրղոլամին ասել է, եթե Իրանում անկարգություններ հրահրող ուժերը հաջողեն, Հայաստանը վստահաբար պարտվողների թվում է լինելու։ Դեսպանի խոսքով Իրանի ցույցերը կազմակերպված հանցագործություն են, որին մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ։ Նրանք ըստ դեսպանի հատուկ պատրաստված են եղել մարդկանց սպանելու համար, քանի որ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, Միացյալ Նահանգները կմիջամտի։ Դիվանագետն ասել է, որ շաբաթ գիշերվանից իրավիճակն Իրանում հանգիստ է և վերահսկողության տակ։ 6 شب هست که از ساعت 6 عصر تا ساعت 9 Արդեն 6 օր է ինչ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ու ամենալկտի ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակական կերպով հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին։ Օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր վիճակի մեջ ենք ու այնինչ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ շատ հստակ ամեն ինչ ասացի։ Տեղի ունեցածի մասին բազմից հայտնել ենք համապատասխան մարմիններին։ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարը չի մեկնաբանել Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը։ Պատասխանել եմ, չէ՞ ձեր հարցին, որ հարցազրույց չեմ տալիս։ Իրանում զոհերի թվերը հստակ չեն, պաշտոնական տվյալներ չկան, մահացածների թիվը տատանվում է 700-ից մինչև 12,000-ի միջև։ Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծումն այլ ընտրանք է, տնտեսվարողները բողոք չունեն։ Մամուլի ասուլիսում վստահեցրել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք։ Եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք։ Թրամփը միջնամատ է ցույց տվել ցուցարարին, որը նրա հասցեին վիրավորական արտահայտություններ արել։ Իսկ ելույթում Ամերիկայի նախագահը ծաղրելով նմանակել է Ջո Բայդենին, ստացվում է նախկիններն իրեն էլ հանգիստ չեն տալիս։ Ողբերգական դեպք Թայլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա, որի հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ, ևս 55-ը վիրավորվել։ Դեպքի պահին գնացքում եղել է 190 ուղևոր։ Բախման հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից և բռնկվել։ Փրկարարները աշխատում են արգելափակված ուղևորներին փրկելու համար։ Գրելանդիան պատկանում է իր ժողովրդին, ուստի միայն Դանիան և Գրելանդիան իրավունք ունեն որոշելու դրա ճակատագիրը, և ուրիշ ոչ ոք հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց, որ այլևս չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի, ասաց, որ առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի Սուրբ Եվան պատարագի, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ, եւ կոչ արեց չսպասել, որ իր հետ լինեն պատարագի ինքնուրույն գնալ եւ հարամել պատարակները, թույլ չտալ, որ կաթողիկոսի անունը հնչեցնեն։ Կան խոսակցություններ, որ Փաշինյանի այս որոշման պատճառն այն է, որ անգամ սեփական թիմում իր հակաեկեղեցական գործողությունները հավանության չեն արժանանում։ Հաշված կպահական падգամավորներ են մասնակցում ոչ կանոնական պատարակներին, որոնց ժամանակ զեղչվում է վեհափառի անունը եւ որպեսի զերծ մնա ավելորդ շահարկումներից եւ նրա երեսով չտան, որ իր ուսապարկերն անգամ իր հետ համաձայն չեն, որոշել է իբր առանց նախապես տեղեկացնելու այցելել պատարակների։ Ուշագրավ է, որ վերջին պատարակին, որին ներկա էր Փաշինյանը, Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցում նրա կողքին հաշված թիմակիցներ կային։ Նախարարներից Գևորգ Պապոյանը, падգամավորներից Ալխազ Ղազարյանը, Բաբկեն Թունյանը եւ Մասիսցի նորաթուղ падգամավորուհի Էսթեր Այվազյանն ու մարզային իշխանիկները։
Հրապարակում նաև կարդում ենք. Առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգևոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Վարսեղյանը։ Վեհափարի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն նորեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացումը պահանջող 10 arczepiskoposների եւ եպիսկոպոսների Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մասին հայտարարությանը։ Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգևոր թեմը տևական ժամանակ է զրկված է առաջնորդից։ Թեմը ղեկավարում էր տեղապահը Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը։ Նա ախորժակ է ունեցել թեմի առաջնորդ դառնալ, անգամ սակարկել է Վեհափարի հետ, շանտաժ արել, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Փաշինյանին, սակայն Վեհափարը շանտաժի առաջ չի ընկրկել։ Ալճանյանը սակարկել է այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն դա էլ գլուխ չի եկել։ Ժողովուրդը գրում է. Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև արու ոչ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավականու որոշմամբ փոփոխություններ է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն եւ աշխատակիցներին։ Ժողովուրդ օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություններ կատարելու մասին որոշում։ Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի Դիլիջանի քաղաքապետարան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 միլիոն դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տնտեսագիտական հոդվածի տակ, որպիսի կարողանա համայնքի բյուջեից ապահովել տոնական պարգևավճարները։ Հարավային Կորեայի նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետով։ Ահա տեսանյութը։ Կամչատկայում քաղաքացին այնքան է ոգևորվել ձյան առած տեղումներից, որ ցատկել է տան պատուհանից։ Բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։